Բարի լույս, Շանթի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում առավոտը Շանթումը։ Այսօր դեկտեմբերի 17-ն է, տարվա ավարտին մնացել է ընդամենը 14 օր։ Ամանորը մոտենում է, իսկ դա նշանակում է, որ ամենուր տոնական մթնոլորտ է։ Ավանդական մոտեցմամբ տոնածառը զարդարվում է ամանորին նախորդող շաբաթը։ Մոտավորապես ամսի 20-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Մեր օրերում ավանդույթները փոխվել են ու շատ ընտանիքներում տոնածառներն արդեն զարդարված են, հայկական տներում նախկինում զարդարանքները հաճախ ունեին ազգային եւ ընտանեկան նշանակություն։ Օրինակ տոնածառի վրա կախում էին չամիչ, չրեր կամ մրգեր, որոնք խորհրդանշում էին առատություն եւ բարգավաճում։ Թղթյա եւ ձեռագործ զարդեր պատրաստելը եւս ավանդական է, հատկապես ընտանիքի երեխաների մասնակցությամբ։ Դիզայներներն արդեն հայտարարել են 2026 թվականի հիմնական տոնական միտումները, որոնք ընդգծում են բնականությունն ու նրբագեղ շքեղությունը։ Իմ թիկունքում կարծում եմ արդեն տեսնում եք պտտվող շքեղ ձմեռային այս կադրերը, հեղինակներն այսօր մեզ հյուր են գալու, նա զբոսավար է եւ կպատմի Հայաստանի զբոսաշրջային ձմեռային առավելությունների մասին։ Մեր տաղավարում այսօր խոսելու ենք մեծամորի պեղումներից եւ ցուցադրությունից, ալկոհոլի շահագործումը եւս կլինի մեր այսօրվա քննարկման թեման։ Այնպես որ մնացեք մեզ հետ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է, իսկ հիմա առաջարկում եմ լսել մի լավ երաժշտություն։ Հայ սուպերստար, ազգային երգիչ, ժողովրդական երգիչ, X Factor նախագծերի աստղերը հաշված օրերից անմոռանալի տպավորություններ են խոստանում Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում։ Անդրեն Սևակ Ամրոյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, Սամվել Մալոյանը, Անի Խարացյանը, ինչպես նաև հայ սուպերստար 6-ի ուժեղագույն եռյակը Արեգ Գալստյանը, Մինասը եւ Մարիամ Ավոյանը եւս մեկ համերգ կունենան Միացյալ Նահանգներում։ Դեկտեմբերի 19-ին նախատեսված համերգի տոմսերն արդեն սպառված են։ Ուստի ունեք եզակի հնարավորություն ներկա գտնվելու այս անմոռանալի համերգին նաև դեկտեմբերի 20-ին։ Շտապեք հաշված օրեր, հաշված տեղերի համար։ Տոմսերը կարող եք ձեռք բերել on-line Ticket.me կայքից կամ զանգահարել 818 265 0506 հեռախոսահամարով։ Շարժվենք առաջ, խոսենք նաև եղանակի մասին։ Դեկտեմբերի 17-ին Հայաստանի առանձին վայրերում գիշերը դիտվել է տեղումներ, լեռներում ձյան եւ թաց ձյան, իսկ հովիտներում անձրևի տեսքով։ Օրվա մնացած ժամանակահատվածում ամենուր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 2-ից 4 աստիճանով։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը 5-ից 7 աստիճան տաքություն կլինի։ Խոսենք նաև թե ինչ նորություններ ունենք, որոնք մեզ փոխանցել են Փրկարար ծառայությունից։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ արկա է մերկասառույց։ Քաջարան, Գորիս քաղաքներում եւ Տաթև Շինուհայր ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Ստեփան-Ծմինդա Լարց ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Անպայման պետք է հետևել այս բոլոր կանոններին, քանի որ անվադողերը ոչ միայն ձեզ համար են, այլ նաև այն բոլոր մարդկանց, ովքեր ձեզ շրջապատում են։ Իսկ հիմա ամենահետաքրքիրն է Դոլչե Լիկա։ Քաղցրացնենք մեր առավոտն ու կյանքը առհասարակ։ Լիկա Մեսրոպյանը հետաքրքիր դեսերտ ունի այս առավոտ բոլորիս համար։ Դիտեք, գրեք եւ իհարկե պատրաստեք։ Դոլչե Լիկա։ Վերջապես է, որ անուշ չենք ուտում, շաքարավազ չենք ուտում, բնությունը տվել է կերեք էլի, առանց ալուր, առանց շաքարավազ դեսերտեր համար, կերեք եւ նիհարեք, իսկ կուտեմ եւ կմնամ նիհար քաղցր բաներ։ Բարսակի փաթիլները գողում ենք, կամ էլ վարսիկի փաթիլները։ Դեմասի գաղտնիքները չեն ասում, գաղտնիքները անում են, իսկ խելացի մարդիկ ուշանում են, ես ինչ է, մի քիչ աղ, բովը 6, 2 վեյով, 2 բանան, բանանը լավ բլենդեցինք, մեղր, կակաո, դարչին, ես էլ վերջում, ցանկացած կոկոքա տեսակ, ընդեղեք և վարսիկի փաթիլները, վարսիկներ ես դե շատ սիրում եմ, նվիրում եմ բոլոր վարսիկներին այս վաղադրատոմսը, տորթի պատեր, փոքրիկ բոլոր, մատը իստեղ, կատնաշորը, վանիլը, սերուցքային պանիրը, միասին խառնում ենք, ես կադրից դուրս
կքաղցրացնեմ, մի քիչ կավելացնեմ շաքարավազք, իսկ դուք կարող եք շաքարի փոխարինիչ օգտագործել, քանի որ այսքան մեղրը շատ չի քաղցրացնել, քիչ է։ Կխեցի 15 րոպե 160 աստիճան, 15-20 րոպե սառացրեցի եւ կրեմը։ Se togli spazio alla tenerezza, resta il silenzio di un condominio anonimo, porta pazienza al conformismo, io preferisco il rumore della libertà. Մենք վերադարձանք եւ շարունակում ենք մեր եթերը։ Պարտադիր զինծառայության ժամկետը 2026 թվականի հունվարի 1-ից 2-ը տարվա 24 ամսվա փոխարեն արդեն կդառնա ընդամենը 1.5 տարի։ Սա շատ լավ նորություն էր բոլոր այն մարդկանց համար, ովքեր պատրաստվում են 2026 թվականին իրենց երեխաներին ուղարկել դեպի բանակ։ Ազգային ժողովը ընդունել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։ Զորակոչը կսկսվի 2026 թվականի հունվարի 7-ից։ Եվ այսպես անգլերեն սովորում ենք ամեն օր։ Ամենահետաքրքիր նախադասությունները, արտահայտությունները, բառերը մեր եթերում Սոնայի հետ։ Տեսնենք, թե այս առավոտ ինչ ենք սովորելու։ Սոնա։ Good morning guys. Այսօր կքննարկենք, թե ինչ գրքեր օգտագործել անգլերեն սովորելիս։ Դա երևի ամենաշատ տրվող հարցերից մեկն է։ Իրականում շատ հարաբերական հարց է, որովհետև կախված է, թե ինչ նպատակով եք ցանկանում սովորել լեզուն։ Մեթոդները տարբեր են, գրականությունը տարբեր է։ Իսկ դուք ինչ նյութերից եք օգտվում անգլերեն սովորելիս։ Իհարկե բացի իմ բլոգին հետևելուց։ Ավելի շատ որակյալ անգլերենի համար կարող եք հետևել իմ ինստագրամյան բլոգին կամ անցնել դասընթացներ իմ լեզվի դպրոցներում։ Հիմա վերջը bong, destination, Murphy օգտագործենք թե չէ։ Bong, եկեք չթերարժևորենք, այլ հասկանանք ինչպես կարելի է այն օգտագործել։ Համալսարանի ընդունելության քննություններին պատրաստվող սկսնակ ուսանողի բառապաշարը հարստացնելու առաջին քայլերից մեկը կարող է լինել։ Գրքի վերջում բառապաշարի մեծ ցանկ կա, բնականաբար համադրելով այլ ավելի օգտակար գրականության հետ։ Խոսակցական անգլերեն սովորելիս տվյալ գիրքը բացառում ենք։ Destination ընդունելության քննությունների քերականություն բառապաշար հարստացնելու զարգացնելու համար։ Ենք մոռանում համադրել այլ գրքերի հետ խոսակցական անգլերեն սովորելիս destination-ի որոշ թեմաներ, որոշ level-ներում կարելի է օգտագործել հարստացնելու բառապաշարը, հատկապես phrasal verbs and prepositions։ Ուսուցչի գլխում գրադարանը այնքան հարուստ պետք է լինի գրքերի, որ ըստ ուսանողի կարողությունների, նպատակների կարողանա բոլոր գրքերից համապատասխան նյութերը ճիշտ ընտրել ու չբարձրել դրանց օգտագործում։ Ելնելով իմ փորձից կարող եմ ասել, որ կան ուսանողներ, ովքեր destination-ի բառապաշարով ավելի լավ են զարգացնում իրենց խոսակցական բառապաշարը, քան եթե կոնտեքստային բառապաշար են սովորում, բնականաբար համադրելով կոնտեքստային բառապաշար տրամադրող գրքերի հետ։ Murphy անպայման ընդունելության քննության համար պատրաստվելիս պետք է օգտագործել։ Ընդհանուր խոսակցական անգլերեն սովորելիս արդեն պետք է մտածենք ինչպես ճիշտ օգտագործել, որ Murphy կանոնները խոսակցական անգլերենում ճիշտ կիրառենք։ Մեթոդը պետքա ճիշտ ընտրենք, մեթոդը ոչ թե 1000 տարվա ֆանտաստիկ գրքերը թերարժևորենք։ Ինչպես destination-ի ժամանակ, նույնն էլ Murphy-ի դեպքում պետք է հասկանալ որ ուսանողի հետ արժի օգտագործել որպես լրացուցիչ քերականության աղբյուր։ Որպես ուսուցիչ մենք պետք է իմանանք բոլոր գրքերը։ Չօգտագործենք էլ դասի ժամանակ, գոնե մենք իմանանք, որ որպես լրացուցիչ ինֆորմացիա տրամադրենք։ Հիմա շատ մոդա են Cambridge-ի, Oxford-ի գրքերը, Pearson, իրանց բոլոր հնարավոր տարբերակներով, բայց ընտրել մեկ տարբերակ բոլորի համար սխալ է։ Պետք է լինենք ճկուն ըստ ուսանողի կարողությունների, պահանջմունքների
ճկունության շնորհիվ կարողանանք համադրել այս բոլոր գրքերը ու ունենալ ֆանտաստիկ դասապլան։ Բայց հույսներս հոմիային գրքերի վրա չենք դնում, բա իրական փորձը, ձեր ունեցած իրական փորձը, մասնագետի ունեցած իրական փորձը, որը օգնելու է ճիշտ նյութեր ընտրել ձեր խոսակցական անգլերենը զարգացնելու համար։ Այսօր չորեքշաբթի է, դա նշանակում է, որ այսօր Վիկտորինայի օրն է։ Ինչպես տեսնում եք, նուարդի տուփը արդեն դրված է մեր սեղանին, սա հայկական արտադրության բնական խնամքի միջոցներ են, որոնք կարող են լինել ձերը, հենց այն մարդունը, ով որ առաջինը հստակ կպատասխանի Վիկտորինայի ճիշտ հարցին։ Եվ այսպես հնչեցնեմ հարցը։ Մարդու մարմնի որ օրգանն է արյունը մղում ամբողջ օրգանիզմով։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, մարդու մարմնի որ օրգանն է արյունը մղում ամբողջ օրգանիզմով։ Կարծես թե այսօր շատ հեշտ է պատասխանը գտնել մեր Վիկտորինայի, ամենապարզ եւ թեթև Վիկտորինայի հարցն էր։ Եվս մեկ անգամ դες հիշեցնեմ, որ ահա մրցանակը, որը կարող է ձերը լինել, այս պահից սկսած կարող եք զանգահարել 1 ժամվա ընթացքում ճիշտ պատասխանել 098 64 56 68 հեռախոսահամարով։ Հաղորդման ավարտին մենք կհայտնենք հաղթողի անունը եւ դուք կարող եք գալ եւ Շանթ հեռուստաընկերությունից ամեն ուրբաթ 10-ից մինչեւ 12 ընկած ժամանակահատվածում ստանալ ձեր նվերը։ Դե ինչ, արդեն պատտվում է ժամանակը, կարող եք զանգել եւ պատասխանել։ Իսկ այս ընթացքում մենք կգրանք կդիտենք գովազ եւ կվերադառնանք։ Իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։ Մենք վերադարձանք եւ խոսքը փոխանցենք մեր գործընկեր մարզիկ սննդաբան բոդիբիլդեր Մանո Բրուտյանին։ Այսօր շատ հետաքրքիր թեմա ունի Մանոն։ Առողջ ափսեի մասին խոսացել ենք արդեն, հիշում եք։ Հիմա պետք է ներկայացնի առողջ ափսեն ինչպիսին պետք է լինի եւ ինչ բաղադրիչներ պետք է ունենա։ Մանո։ Ածխաջուրը քեզ չի գիրացնում, այլ գիրացնում է սխալ ածխաջուրը եւ սխալ ժամանակը։ Բարի լույս, սիրելի հերոստատիտո, եկեք այսօր խոսանք ածխաջուրի տարբերությունների մասին։ Մենք ունենք երկու տեսակ ածխաջուր։ Ածխաջուրը դալիս է մեր էներգիան, մեր ուժը, մեր կենտրոնացումը, ամբողջը անում է ածխաջրերը, okay? Այսինքն ինչպես որ ավտոն չի քշվում առանց բենզին, նույնպես դու չես կարող քայլես կամ շարժվես առանց ածխաջրի։ Դա մեր էներգիան է։ Okay? Ունենք երկու ձևի, ունենք վադը, ունենք լավը, okay? Արագ ածխաջրերի մասին է խոսքը, այսինքն լինում է շաքարը, գազովված ըմբելիքները եւ վերամշակված շոկոլադները, այդ դրանք, կասավելիքները, որը շատ վատ անդրադառնում են մեր վրա։ Երկրորդը ունենք լավերը, okay? Ինչն մեջ է մտնում լավերը, գալիս է օրինակ եմ ասում, հնդկածավարը, վարսագի պատիվները, բրինձը, կինոան, շատ լավ բաներ մենք որ կարանք օգտագործենք, որ ավելի շատ գայուն կպահի մեր ինսուլինը, okay? Ուրեմն մրգերն են մտնում են արագ ածխաջրերի շարքին, բայց ասել եմ ձեզ կարող ենք մենք ուտել, այլ ոչ դադար կստամոքսին, ուշադիր եք դրանից։ Երկրորդը ասեմ ձեզ, որ սպիտակ արյունն է, հացը, որը նույնպես ինքը բարձրացնում է շաքարի մակարդակը մեր արյան մեջ, փորձում ենք հեռու մնալ, այլ փոխարինել ինչով ամբողջ հատիկի հացից կամ դարեգանի հացից, որը ավելի գլիկեմիկ ինդեքսը ավելի ցածր է եւ դանդաղ բարձրացնում մեր ինսուլինը։ Այսինքն ածխաջրից պետք չի վախենալ, okay? Պետք է ուտել չափավոր ու ճիշտ ժամին, okay? Ուրեմն չափաբաժին ածխաջրերը, որ դες օրվա ընթացքում ես խորհուրդ եմ տալի, եթե դու պասի մարտես շատ չես շարժվում օրվա ընթացքում, կարանի 120-ից 180 գրամ ածխաջրեր օրվա ընթացքում, իսկ եթե դու ակտիվ մարդ ես կամ նաև բարաբում ես, նայած քո նպատակները ինչ է, 180-ից մինչև 250 գրամ ածխաջուր կարող եք օրը ընդունել։ Եկեք ինչ անեք, եկեք ճիշտ խաղանք այս խաղը, ու մնաք Մանոյի հետ։ Մենք վերադարձանք եւ մեր հյուրերն արդեն տաղավարում են։ Մեծամորում այս օրերին հնարավոր կլինի տեսնել ժամանակի ոսկե հետքը բառի ուղիղ իմաստով։ Պեղումների կեսդարից ավել պատմությունը այնպիսի ոսկե հավաքածուներ է բացահայտել, որոնք զարմացնում են, հիացնում են եւ դրանք անընդհատ ուզում ես նայել։ Մեր տաղավարում է Հասմիկ Սիմոնյանը, Պահպանության ծառայության հնագետ եւ Պահպանության ծառայության ցուցադրությունների պատասխանատու Նարեն Նիկողոսյանը։ Բարի առավոտ բոլորին։ Բարի լույս։ Նորից մեզ եկել եք հյուր շատ լավ նորություններով, Հասմիկ։
Ահա։ Եկեք խոսենք այն մասին, թե ինչ կարևոր իրադարձություն է սպասվում Մեծամորի թանգարանում։ Ուրեմն ինչպես արդեն դուք նշեցիք, մենք այսպես շատ շքեղ միջոցառում ենք պատրաստում դեկտեմբերի 20-ին ժամանակի մեծամոր, ժամանակի ոսկե հետքը խորագրով եւ միջոցառումը ինքը բազմաշերտ է, քանի որ այս տարի լրանում է մեծամորի հնավայրի պեղումների 60-ամյակը եւ մեծամորի թանգարանի հիմնադրման 55-ամյակը եւ մենք էլ ունենք մեծամորի հնավայրից պեղված ոսկյա եւ ոչ միայն ոսկյա զարդեր, որոնք դեռ ցուցադրված չեն, չկան մեր հիմնական ցուցադրությունում, մենք որոշեցինք, որ պետք է այս ամենը այսպես զուգակցել եւ ունենալ մի մեծ սիրուն շքեղ միջոցառում, որը կսկսվի գիտաժողովով եւ կշարունակվի գրքերի շնորհանդեսով էլի մեծամորին նվիրված եւ միջոցառման մեղնել մեր ոսկյա զարդերի եւ ոչ միայն, հա, զարդերի, այսպես ասենք, ամբողջական շոու ցուցադրությունը, որը առաջին անգամ է իրականացվելու եւ շատ հետաքրքիր ձևաչափով, այսինքն ոչ թե պարզապես մեր այցելուները գալու են ու տեսնեն արդեն նմուշները, հա, թանգարանային նմուշները իրենց տեղում, այլ դրանք նախ ներկայացվելու են մեր մոդելների կողմից, այսպես իրենք կրելու են, քայլելու են պոդիումով Այսինքն ցուցադրություն է լինելու, որից հետո արդեն այդ հրաշալի հնագույն զարդերը դառնալու են թանգարանային առարկաներ։ Ինչու որոշեցիք կոչել հենց մեծամոր ժամանակի ոսկե հետքը։ Տեսեք, քանի որ մեծամորը հայտնի է հնագույն մեր տարածաշրջանում հայտնաբերված հնագույն ոսկե զարդով, հերկալով, հերակալով եւ շատ այսպես շեշտադրված է հատկապես ոսկին մեծամորի պեղումների արդյունքում, իհարկե ոչ միայն շատ այսպես խոսուն կարևոր ցուցանմուշներ ունենք, դրա համար մենք որոշեցինք, որ շեշտվելու է ոսկին, բայց այստեղ երկու իմաստով ենք օգտագործել, հա, ոսկե հետքը, այսինքն մեծամորի թողած հետքը այսպես շատ կարևոր հետքը նաև մեր պատմության մեջ, մեր մշակույթի մեջ, որ բացահայտում է այդ ժամանակի գաղտնիքը եւ այս իմաստով այդ ընտրված մեր խորագիրը կարծում եմ այսպես ճիշտ եւ ընդգրկուն է բոլոր իմաստներով եւ այսպես կարևորելու մեծամորի որպես հնավայրի, հա, դերը եւ նաեւ այո ընդգծելու, որ այնտեղ մենք ունենք հնագույն ոսկյա իրեր, որոնք շատ այսօր հետաքրքիր ձևով պատրաստում ենք ներկայացնել։ Ոչ այսօր դեկտեմբերի 20-ին։ Արդեն մենք, այո, մենք արդեն հասկացանք։ Մեծամորի պեղումները բավականին երկար ժամանակ էին շարունակում են, հա, ինչ իրեր եք գտել, որոնք են ամենախորհրդանշականը։ Իրականում ինձ թվում է հնագետին այդ հարցը տարը մի քիչ դժվար է, թե բոլոր իրերը որ իրը կառանձնացնես, բայց կոնկրետ հենց այս ոսկու թեմատիկայով փորձեմ ներկայացնեմ, նախ գտնվել են բոլոր ոսկու ծիրերը 137 կտոր ոսկու զարդ մեկ դամբարանից, բացարձակապես երբեք ձեռք չտրված, չբացված, բայց փոքրիկ անշուկ ու մենք սկզբում երբ որ պեղում էինք այդ դամբարանը, բացարձակապես որևէ ինչ որ մեծ գտածոներ ունենալու հույս չունեինք, որտեղ ինքը տեսողական է, սովորաբար ոնց է լինում, որ մեծ դամբարաններ են լինում, հետեւաբար տպավորությունը, որ կունենաս ինչ որ բացառիկ իրեր ու հնարավորությունը շատ է։ Այստեղ մենք ունեինք 3 մոտ 3-ի վրա դամբարան, խուցը պեղելուց չէինք ակնկալում, 21-22 թվականներին ենք պեղել ու երբ որ սկսեցին բացվել ոսկու զարդերը, իրոք մեր բոլորի համար տեղում ունենալ ֆիքսած նման քանակի ոսկու զարդեր մեր համար անգամ ապշելու էր։ Երևի հենց այդ տեսանկյունից էլ մեծամորը ամեն անգամ զարմացնելու հնարավորություն է տալիս։ Զարդերը թվագրվում են արդեն ռադիոածխածնային տվյալները ունենք, որ թվագրվում են 12-ից 11-րդ դարերով ՄԹԱ, այսինքն ունենք հստակ նաև թվագրությունը։ Բացի այդ, նաև օրինակ այդ կոնկրետ դամբարանից, որտեղից դուրս են եկել ոսկու զարդերը, ունենք պահպանված փայտի կտորներ, որ ենթադրում ենք, որ կարող էին լինել դիապատգարակի հետքեր, դամբարանում թաղված են 2 անհատներ, կին տղամարդ, ու հետաքրքիր նաև դիրքով, որ խոսում է, որ միգուցե կամ ազգակցական կամ ամուսնական ինչ-որ կապ ունեցող զույգի մասին է խոսքը գնում։
Այդ արդեն դժվար է ասել, հետագա միգուցե հետազոտությունները ցույց կտան։ Հասմիկ, դուք զբաղվում եք պեղումներով եւ Նարե, ինչպես եք կարողացել այս հնագույն իրերը համադրել ավելի նորովի, թանգարանում ներկայացնել այնպես, որ այն շատ ավելի այսօրվա լինի եւ նաեւ մի հատ է ցուցադրություն անել։ Հա, ինչպես եք կարողանում միմյանց հետ աշխատել, կարծես թե ժամանակների բախում է, հա, հնագույն եւ նորարար բոլոր տեխնիկաներն օգտագործելով ունենալ այսպիսի հետաքրքիր միջոցառում։ Այո, իրականում մենք ի սկզբանե մտածում էինք ունենալ առանձին միջոցառումներ, այսինքն մի հատ գիտաժողով, զեկույցներ, որոնք այսպես գիտական հանրույթի մասով շատ հետաքրքիր կլինեն եւ ունենալ մի քիչ ավելի այսպես ժամանակակից եւ թարմ, հա, ձևաչափով ցուցադրություն, որը պետք է մեծամորի թանգարան բերի ավելի գուցե երիտասարդ սերնդին կամ այն մասային, ովքեր որ այդքան էլ հետաքրքրված չեն գիտական մանրամասներով, հա։ Հետո որոշեցինք, որ ինչու ոչ կարող ենք այս երկուսը համադրել եւ ունենալ մեկ ամբողջական միջոցառում, որը նախ կտա գիտաժողովի ձևաչափով նախ կտա այն գիտական հենքը, հիմքը, որը որ անհրաժեշտ է որպեսզի առհասարակ պատկերացում կազմել մեծամորի հնավայրի, դրա կարևոր դերի նշանակության մասին, այնտեղ պեղված առարկաներից, այսպես առանձնահատուկ առարկաների մասին, եւ հետո այո, ներկայացնել գեղարվեստական շոու ցուցադրություն, որը այսպես կլինի այն սիրուն իզյումին կան, էլի, որը որ պետք է հետագայում էլ բերի այցելուներ մեծամորի թանգարան, որովհետև մեր գերնպատակներից մեկը նաև այդ է, ոչ թե այդ օրվա միջոցառման համար ունենալ սիրուն միջոցառում, այլ ունենալ հետևանք այդ միջոցառումից հետո։ Իսկ արդյոք նմուշները դեռ շարունակելու են ցուցադրվել մեծամորի թանգարանում, թե միայն այդ օրը։ Այո, իհարկե մենք հիմա ունենք հենց մեծամորում ցուցադրված զարդեր, ոսկյա, անագե, հա, հիմնական ցուցադրությունում ունենք, բայց այն ինչը որ պետք է ցուցադրենք այդ օրը, դա դեռ ցուցադրված չի, այսինքն սա նորույթ է, առաջին անգամ պետք է ցուցադրվի ու հենց այդ բացառիկ միջոցառման շրջանակում, բայց դրանից հետո համալրելու է այդ ցուցանմուշների շարքը, այսինքն հետագայում այցելուները կարող են գալ եւ տեսնել նաեւ դրանք։ Մեծամորի թանգարանը ինչ նշանակություն ունի մեր ինքնության գործում։ Երևի հասմիկին տանք այդ հարցը։ Ինձ թվում է, եթե հաշվի առնենք, որ մեծամորը մեր այն հուշարձաններից է, որ շատ բազմաշերտ է, սկսած մեր թվարկությունից առաջ մոտ 4001-ի երկրորդ կեսից ունենք հնագիտական գտածոներ գտնված մեծամորի տարածքից ու կարծես մեծամորը շարունակաբար բնակեցված է եղել մինչև ուշ միջնադար 18-րդ դար։ Հնագիտական տեսանկյունից հավատացեք ամենաբացառիկ հուշարձաններից մեկն է, երբ որ միտեղ ամփոփված է նման երկարատև պատմություն առանց ընդհատումների։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք ընդհանրապես մեծամոր հնավայրի մասին, մենք պետք է գիտակցենք, որ ինքը իր մեջ ամփոփում է կարծես ժամանակի ընթացքով հերթով անցել ու ապրել է այն հնագիտական փուլերը, որը մենք պեղում ենք, բացահայտում ենք եւ թանգարանի միջոցով արդեն ցույց ենք տալիս այցելուներին։ Այսինքն, եթե խոսում ենք գոնե այն տեսանկյունից, որ այստեղ ներկայացված են հնագիտական գրեթե բոլոր շերտերը, միանշանակ բացառիկներից մեկն է։ Հասմիկ, ինչ պեղումներ եք իրականացնում այս ընթացքում։ Մեծամորի պեղումները կոնկրետ շարունակվել են այս տարի, պեղվում է դամբարաններից մեկը, մոտ 30 մետր տրամագծով մի ահռելի կառույց, եւ հույս ունենք հաջորդ տարվա ընթացքում, որովհետեւ նախորդ տարիներին ծավալները հաշվի առնելով եւ բարդությունները, որովհետեւ նաև հողերը չեն պատկանում թանգարանին ու գրեթե բոլոր հուշարձաններում հիմա այդ խնդիրը կա, երբ որ կա նաև գյուղացիների հետ խնդիր, կոնկրետ մեծամորի պարագայում չունենք, թույլտվություն ունենք տեղում պեղումները իրականացնելու, բայց ծավալները ուղղակի սարսափելի մեծ են ու հույս ունենք հաջորդ տարվա ընթացքում դամբարանի պեղումները ավարտել։ Դե եկեք բոլորին խորհուրդ տանք, որպեսզի սա շատ լավ հնարավորություն է այցելեն մեծամոր, թանգարան, տեսնեն մեր բոլոր նմուշները, որոնք որ արդեն Հասմիկի թիմի ամբողջ քրտնաջան աշխատանքի արդյունքում պեղվել է, եւ ովքեր կարող են գալ, արդյոք բաց է նաեւ ամսի 20-ին, թե սովորական մարդիկ կարող են գալ ամսի 20-ից հետո մի փոքր ինֆորմացիա տանք։
տեսեք, ամսի 20-ին հենց բուն միջոցառման օրը մուտքն ազատ է, բոլոր ցանկացողները կարող են գալ ըստ ծրագրի, ժամի 2-ին 14:00 մեկնարկում է միջոցառումը գիտաժողովով, այնուհետև գրքերի շնորհանդես եւ այնուհետև ժամի 5-ին լինելու է այդ շոու ցուցադրությունը զարդերի։ Դրանից հետո մենք նախատեսում ենք, իդեպ շատ կարևոր բան, որ մոռացա նշել, մենք նաեւ պատրաստել ենք մեծամորի զարդերի կրկնօրինակներ, որոնք առաջին անգամ հենց նույնպես այդ օրը կներկայացվեն եւ այցելուները հնարավորություն կունենան նաև ձեռք բերել գնել այդ զարդերը շոու ցուցադրությունից հետո մենք ներկայացնելու ենք նաև այդ կրկնօրինակները, հա, նաև վաճառքը։ Մուտքը բաց է, բոլոր ցանկացողները կարող են գալ եւ դրանից հետո էլ մեծամորի աշխատանքային օրերին, ժամերին, երկուշաբթի օրվանից բացի, մնացած բոլոր օրերին, ժամը 10-ից մինչև 6-ը կարող են այցելել մեծամորի թանգարան եւ այսպես հաղորդակից լինել 5000-ամյա մեր հնավայրի պատմությանը, գաղտնիքներին, իրենց համար պարզապես բացահայտել հրաշք մեծամորը։ Շնորհակալություն, ձեզ մաղթում ենք լավ պեղումներ, ձեզ մաղթում ենք լավ օր, հուսանք որ էլի առիթ կունենանք միասին շփվելու։ Համեցեք ձեզ էլ սիրով հրավիրում ենք։ Սիրով։ Շնորհակալություն, մենք անցնենք առաջ եւ հիմա գովաստ Շանթի եթերում։ Իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։ Բայց գրքին համար պարս երկնքից ինձ են բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում ես չար բախտի ստրուկն եմ խելագար Սեգնակ, կյանքս անարդար, ցանցնենք իմ հապարթոքին այս քաոսից, ելքել չեմ գտնում ծապոկարգին ձեռքիս Ես ընկնում եմ կապանքներից, խորվերքերից գործամվում եմ որոգայթից պախչել, բարգել երջանկությունը իմ պխրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին Դեպի արևներ, բայց այլվելով չեմ կարող ապրել, պետք է լինել ամեն իմ պատրաստ, երբ էլ ոչինչ, երբ ոչինչ արդեն չունի Ջահը ձեռքիս, մահը կողքիս, ես ընկնում եմ կապանքներից, խորվերքերից, գործամվում եմ որոգայթից պախչել, բարգել երջանկությունը իմ պխրուն ու գտնել ուղին իմ դեպի ձեռքիս, մակողքիս, ես ընկնում
Այթից բաղջել բարգելի երջանկություն Այմ պղրուն ու գտնել ուղին իմ Դեպի դուն ու գտնել ուղին իմ Դեպի դուն Մենք վերադարձանք եւ վստահ եմ, որ մեր հերոստատիտողը վստահաբար հիացել է այն բոլոր կադրերով, որոնք տեսնում եք հենց մեր ետևում։ Հայկական բնաշխարհի այս կադրերին նայելով մի տեսակ շունչդ կտրվում է, չես հավատում, որ հնարավոր է դրանք նկարել։ Բայց Գոր Խալափյանը գտել է թե դրանք նկարելու, թե այդ կադրերի միջոցով Հայաստանը լավագույնս ցույց տալու իր ձևը։ Եվ այսպես մեր տաղավարում է զբոսավար Armenia Tour Instagram-յան էջի հեղինակ Գոր Խալափյանը։ Բարի առավոտ։ Գոր, եկեք սկսենք ամենասկզբից շատ գեղեցիկ կադրեր, անգամ հիմա մենք տեսնում ենք իմ ետևում, իսկապես այսպես նայում ես ու ամեն անգամ երբ նայում ես բացահայտում ես, մի պահ մտածում ես թե սա Հայաստանն է, թե ոչ, բայց հետո պարզվում է, որ դու դա տեսել ես եւ անգամ եղել ես այդ վայրում, բայց դուք նորովի այնքան գեղեցիկ, այսպես ներկայացնում եք, սա հոբի է, թե ինչ է իմաստը այսքան գեղեցիկ վիդեոներ նկարելու, Instagram-ում տեղադրելու եւ ունենալու այդքան ակտիվ էջ։ Ի սկզբանե ինքը հենց որպես հոբի է իմ մեջ առաջացել, երբ որ ես Հայաստանով սկսել եմ ճամփորդելը, ինձ համար շատ զարմանալի ա եղել, թե ինչի ոչ մեկը այն ինչը, որ մենք տեսնում ենք, նմանատիպ տարբերակով չի ցույց տալիս, ու մեջս առաջացավ այդպես ցանկություն, որ կարելի է փորձել եւ ցույց տալ այն ինչը, որ ես տեսնում եմ, որպես հոբի։ Իսկ ինչ խնդիրներ կամ միգուցե բացեր եք լրացնում այս վիդեոներով։ Հիմա արդեն գրեթե քանի որ բոլորն են երևի այս նույն տարբերակով զբաղվում ու նկարահանում, շուկան բավականին լիքն է ու իրանք բոլոր հարցերը արդեն առանց ինձ էլ ոնց որ ասում լուծում են, բայց այն ժամանակ, երբ որ ամեն ինչը նոր էր սկսվում ու որպես առաջին էջ, որ այս տարբերակով սկսեց ամեն ինչը ցույց տալ, բավականին մեծ արձագանք սկսեց գտնել երկրից դուրս ու հազարավոր զբոսաշրջիկներ գրում էին տարբեր երկրներից, ու հետաքրքրվելով վայրերի մասին, գալու մասին ու կարծում եմ ինքը շատ մեծ, ահռելի մեծ հոսք է շատ երկար տարիներ ապահովել հենց Հայաստանի համար զբոսաշրջիկներ ներառելու հարցով էլ։ Դուք նաև զբոսավար եք, հա, այսինքն այդպես է դուրս գալիս, որ մարդիկ կարող են ձեզ հետ կապ հաստատել եւ դուք ունեք ինչ-որ նախատեսված տուրեր, թե դրանք լինում են սովորաբար անհատական տուրեր, այսինքն մի հատ զրուցում եք մարդկանց հետ հասկանալով թե ինչ են ընդհանրապես նրանք փնտրում Հայաստանից։ Մեր մոտ միայն իմ մոտ կոնկրետ միայն անհատական պատվերով տուրեր են լինում, որովհետեւ խմբային տուրերը լինում են մի քանի անգամ տարեկան։ Այսինքն իսկ այդ խմբային տուրերը հիմնականում անում ենք նրա համար, որ հասանելի լինի ամբողջ հանրությանը, որ կարողանան իրancs թույլ տան ոչ անհատական տուրեր, բայց այո, անհատական, որպեսզի ամբողջությամբ կարողանան այս Հայաստանի հոգին ու գեղեցկությունը հասկանալ, պետք է մի քիչ խմբի քանակը փոքր լինի։ Այո։ Իսկ կարելի համարել, որ սա Հայաստանի туриզմի նոր լեզուն է, նոր խոսելաձևը։ Այո, բայց ոչ միայն Հայաստանի, ինձ թվում է ամբողջ աշխարհում արդեն ինքը որպես տրենդային է, բոլոր երկրներում կան ինչ-որ տղաներ, որոնք որ այս նույն ֆորմատով զբաղվում են։ Վերջերս նաև խոհանոցն է շատ խոհանոցային ակտուալ դառել, որը նույնպես մեծ ներգրավում ունի туриզմի աշխարհում։ Ոնց որ աշխատող տարբերակ է ու մենք ուրախ ենք բոլորին օգնել, որ ցանկացած մի հատ ավել դիտում Հայաստանի ֆոնդի հաշվին ինքը մի հատ ավելի զբոսաշրջիկ է հենց Հայաստանի հաշվին։ Մենք տեսանք Instagram-ում բավականին շատ վիդեոներ, որոնք գրեթե մինչև 500,000-ից ավել դիտում ունեին, եթե կան վիդեոներ, որոնք ավելի շատ են դիտում ունեցել, այսպես, այո։ Իսկ արդյոք այս մարդիկ նայում են, տեսնում են, հետո զանգահարում են, ենթադրենք ասում են, ուզում են գնալ հենց այստեղը։ Այո, հենց տենց էլ լինում է, որտեղ այն ժամանակ տարիներ առաջ բավականին մեծ տարածքներ, տեղեր, վայրեր, ջրվեժներ, լճեր, գագաթներ են եղել, որոնց գոյության մասին հենց ինքը Հայաստանում ապրող հայը չի իմացել։ Հետագայում երբ այս ռոլիկները իրանք տեսնում են, իհարկե իրանց մոտ հարց առաջանում, շատ ժամանակ գրում են, զանգում են, փորձում են, շատ ուղղորդում ենք, որովհետև
բոլորին տանել ֆիզիկապես հնարավոր չի։ Մեր հենց նպատակ եղել է նա, որ մարդիկ գնան, ճանաչեն ու այդ տարածքները, այդ վայրերը մարդաշատ դառնա, ճանաչելի դառնա հենց առաջինը հայերի համար։ Մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս Հայաստան եւ առաջին անգամ են տեսնում մեր շատ գեղեցիկ բնությունը, ինչ արձագանքներ են տալիս, ինչ կոմենտներ եք լսում։ Ինձ թվում է, գիտի ամենամեծ գնահատականը ամենամեծն է, որ իրենք նորից վերադառնում են։ Եթե զբոսաշրջիկը գալով մի երկիր երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ այցելում է, այդ ամենամեծ գնահատականն է, ուրեմն քո պատգամը կարողացել ես տեղ հասցնես, քո աշխատանքը լավ ես կատարել։ Ինչ խնդիրների եք հանդիպում այս նկարահանումների ընթացքում, թե կային չէ որոշակի սեզոն, երբ դա իրականացնում եք, միշտ չէ երևի հնարավոր այդպես դրոն թռցնել դեպի օդ։ Խնդիրները, չէ, արդեն այն ժամանակ, երբ մենք դեռ փորձառու չէինք, շատ դժվար էր ստացվում, որովհետև կարող է մի կադրը 20, 25, 30 անգամ նույնիսկ նկարեինք, որ ստանայինք այն ինչ որ ուզում ենք, հիմա արդեն 10 տարի, ինձ թվում է, մի կադրից մի անգամ ստանում ենք ու բարդությունները արդեն չկան գրեթե։ Ամեն ինչ նորմալ է, աշխատելու համար ամեն ինչ նորմալ է այս բանը։ Նախագիծ Instagram-յան էջի ինչ նոր փուլի մեջ է մտնելու 2026 թվականին։ Ուզում ենք մի քիչ ֆորմատը փոխենք, ես կոնկրետ ուզում եմ, որովհետև էջի գրեթե ամբողջությամբ Հայաստանն է, բայց այդ էջը ներկայացնող մարդը այս դեպքում ես չեմ եղել գրեթե։ Այսինքն մոտ 2500 պուբլիկացիա կա, իր մեջ 20-30 или 10 դեպքում եմ ես։ Ուզում ենք մի քիչ ավելի խոսալու, մի քիչ ավելի այտենց կերպարի վերածենք, որովհետև մարդիկ երևի արդեն այս էջին հետևողները հոգնել են ամեն ինչ նույն նայելով, մի քիչ ֆորմատը համենայն դեպս երևի կթարմացնենք ուրիշ ձև։ Բացի այդ, երբ դու դիտում ես մի էջ, որն ունի այսքան մեծ տեսանելիություն, լսարան, այսքան մեծ ֆոլովերներ, եւ չի երևում ինչ որ մի անձ ում շուրջ հավաքվել է այս ամենը, մի բան անգամ կարող ես մտածել, որ կարծես սրանք ինչ որ YouTube-ից քաշած վիդեոներ են, որտեղ այդքան գեղեցիկ էր ամեն բան։ Այ շատ լավ բան ասեցիք, եթե դուք արդեն սկսեք ինքները, այո, եւ նաեւ այն բոլոր կադրերը, որոնք մնում են կադրից դուրս դայլ տեսնեն մարդիկ, վստահ եմ, որ շատ ավելի մեծ հետաքրքրություն է ունենալ։ Համագործակցում եք արդյոք տուրիստական ընկերությունների հետ։ Եթե դիմում են, այո, իհարկե համագործակցում ենք, բայց շուկան հիմա բավականին մեծացել է ու տուրիստականները իրենք են արդեն փորձում նույն ֆորմատով աշխատել, իրենք իրենց աշխատողները, իրենք իրենց արտաճանապարհային մեքենաները, որոնք որ հասանելի են դարձնում անհասանելի տեղերը, եւ իրենք իրենց դրոնները արդեն ունեն, բայց իհարկե լինում են շատ դեպքեր, որ հենց կոնկրետ զանգում են կամ գրում են, ասում են, որ դուք եք պետք, շատ մեծ հաճույքով այդ իմիջ հպարտություն է, ուրախանում ենք ու չփորձում ենք այդ դիրքը ու համեստությունը չկորցնել ամենակարևորը։ Վերջին տարիներին պետությունը աշխատում է շատ, որպեսզի Հայաստան բրենդը կարողանա ամբողջ աշխարհում տարածել եւ որպես զբոսաշրջության այլընտրանքային տարբերակ նաեւ Հայաստանը մարդիկ դիտարկեն։ Դուք ինչպես եք տեսնում Հայաստանի туриզմը կամ զբոսաշրջությունը 5 տարի հետո։ Շատ լավ, որովհետեւ իրոք վերջին տարիներին ես եթե միջև ես մի քանի տարին միշտ տեսնում եմ, որ աշխատանքը իմ սրտով չի կատարվում, հիմա բավականին մեծ ծավալով իրականում աշխատանք է կատարվում, ճանապարհների սարքումը, բայց տրեքինգ, հայքինգ ճանապարհների սարքումը, արտերկրյա բլոգերների ներգրավումը, բնականաբար այդ իր արդյունքները տալիս է դրսից տարբեր աստղներին Հայաստան վերելու, փորձը, որը որ իրականում մեծ պատոկ է ապահովում Հայաստան туриզմի համար, կարծում եմ, որ կրկնապատկի, եռապատկի մոտակա 5 տարվա մեջ անպայման ու պիտի այդ աշխատանքը չդադարեցվի, որովհետև սպասարկման ոլորտը պիտի հետևից կարողանա հասցնի, որ չթերանա, չհիասթափեցնի եկած տուրիստին։ Իսկ ենթադրենք, երբ գալիս են տուրիստները եւ տանում եք որևիցե վայր, ինչ խնդիրների եք բախվում, որ հասկանում եք, որ չէ, դեռ Հայաստանը չի հասել այն մակարդակի, որ կարողանա ենթադրենք Շվեյցարիայից մեկը գալ Հայաստան, զմայլվել եւ այ սերվիզը նույնպես կարողանա լինել համապատասխան։ Առաջնահերթ աղբը։ Աղբը ճիշտ է, ես վերջերս նկատել եմ շատ գովելի է, չգիտեմ ում նախաձեռնությունն է, բայց ցանկացած ճանապարհով որ գնում ես, տեսնում ես, որ հատուկ մարդիկ կան, որոնք որ ճանապարհի կողքը հատուկ հագուստով հավաքում են, բայց հավաքում են այդ ճամփի
կողքերի հատվածը իհարկե աչքի համար շատ հաճելի է, բայց որ մի քիչ sense գլուխդ կախում ես մի քիչ դեպի ձորի կողքը, մեկանույն բանն է ու տարիներով ինքը հավաքված է ու ինքը շատ կարևոր ու նուրբ հարց է իրականում, սրա մասին կուզեմ խոսել, որովհետև մենք այդ ճանապարհի երբ որ զբոսաշրջիկին վերցնում ենք, տանում ենք, պատում ենք, փորձում ենք իրեն նենց անել, որ սիրի մեր նման մեր երկիրը, մենք երբ որ բախվում ենք ինչ-որ մի տեղում, այտենց մատաղպակույտի, քո ամբողջ կատարած աշխատանքը սենց ու ջուրն անգնում։ Այսինքն դու չես կարող իրան բացատրես, որ դու սիրում ես քո հայրենիքը, սա հայերը սիրում են իրենց հայրենիքը, բայց մեր հայրենիքի վիճակը էս է։ Այսինքն ինքը շատ նուրբ գլոբալ հարց է ու դա նույնիսկ մեքենայից գցելը, այտենց մեկ-մեկ նայում ենք, ջղայնանում ենք, կանգնացնում ենք, բայց մենտալիտետն էլ թույլ չի տալիս, այսինքն քեզ շատ հաճախ օրինակ մարդ կարա զգուշացնելուց իրան, որ ինչու է աղբնետում, շատ նորմալ ընդունի ներողություն խնդրի, շատ հաճախ դա կարա բերի վիճաբանության, որը որ մի քիչ եւ տարիքային եւ արդեն ոնց որ չես զոհես թույլ տաս դրա մեջ մտնել խորքային առումով դպրոցից սկսած ու ծնողներից սկսած պիտի աշխատանք կատարվի, որովհետև այս մեր հայրենիքն է ու ցանկացած այդ մի կտոր։ Սա մեր տունն է, իսկ մենք տանը այդպես չենք վարվում։ Եթե մեզ այնց յուրաքանչյուրը այդ մտածելակերպով մոտենա նաև հայրենիքին, վստահ եմ հայրենիքը կլինի շատ մաքուր։ Գոր եկեք խոսենք նաև այն մասին եւ բացահայտեք 3 ուղղություն նոր, որոնք միգուցե եւ մեզ համար այդքան բացահայտված չեն կամ տարածված չեն։ Ենթադրենք ամանոր է եւ մարդիկ տանն են, արձակուրդներ են 3 ուղղություն ու կարող ենք մարդկանց հենց այս ձմեռը էլ ավելի զգալու առաջարկներ տալ։ Ձմեռը հասանելիությունը բավականին դժվարանում է, այսինքն մոտ 2000 մետրից ավել արդեն չեն կարողանում բարձրանալ ձյան պատճառով, բայց այս դեպքում, օրինակ ձմեռվա դեպքում մենք սիրում ենք կոնկրետ Արարատը։ Բացատրեմ ինչի, որովհետև հենց ձմեռն է բացվում ինքը տեսանելիության առումով ու ուրցի լեռներ ունենք Արարատի մարզում, այդ ուրցի լեռներից հատ հրաշք տեսարաններ է բացում, նույնիսկ Հոլովակի մեջ այդ տեսարաններից մեկը կա, ու շատ են զարմանում, շատ են սիրում հյուրերը ինքը հենց այդ ուղղությունը, Տաթևն է շատ սիրունդելում եւ իհարկե Տավուշի անտառները, երբ որ ամբողջությամբ զունացած կալնում։ Նոր ուղղությունները ձմեռը մի քիչ հասանելիության պատճառով դժվար է գտնելը։ Շնորհակալություն Գոր, մենք կսպասենք ել ավելի նոր, ել ավելի հետաքրքիր կադրերի բացահայտման, որ կբացահայտենք Հայաստանը մեզ համար ձեր աչքերով։ Շնորհակալություն։ Մենք անցնենք առաջ, իսկ հիմա Գովազդ Շանթի եթերում։ Իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։ Բուրիր բույրով քո անուշ
Իսկ հիմա ժամանակն է պտտվել աշխարհի շուրջը եւ այս անգամ գնում ենք շատ ցուրտ մի քաղաք, որտեղ այս օրերին իդեպ ցրտի եւ տեղումների պատճառով անցել են հերավար ուսուցման։ Գնում ենք Յակուտսկ։ Մենք շարունակում ենք մեր եթերը եւ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մենք այսօր ունենք Վիկտորինա եւ առաջին ճիշտ պատասխանողը կստանա Նուարդ բրենդի կողմից, ահա եւ Նուարդի շատ գեղեցիկ, մարմնի խնամքի եւ դեմքի խնամքի միջոցները, որոնք կարող են ձերը լինել։ Եվ այսպես եւս մեկ անգամ հիշեցնեմ հարցը։ Ուրեմն Մարդու մարմնի որ օրգանն է արյունը մղում ամբողջ օրգանիզմով։ Կարող եք զանգահարել այս պահից սկսված 098 64 56 68 հեռախոսահամարով։ Հաղորդման ավարտին մենք անպայման կհայտնենք հաղթողի անունը եւ կարող եք ձեր մրցանակը ստանալ երկուշաբթիից մինչեւ ուրբաթ առավոտյան ժամը 10-ից մինչեւ 12-ը Շանթ հեռուստաընկերությունից։ Անցնենք առաջ, շարունակենք պտտվել աշխարհի շուրջը եւ այս անգամ գնում ենք դեպի Դուբլինի գրադարան։ Գրադարանները մարդկության հիշողության եւ իմաստության կենթանի պահապաններն են։ Դրանք միայն շենքեր չեն, այլ դրանցից յուրաքանչյուրը խորհրդավոր աշխարհ է, որտեղ ժամանակը կանգ է առնում, մարդուն միացնելով դարերի ընթացքում կուտակված գիտելիքի անսպառ հոսքին։ Բարի լույս։ Այսօր մենք կայցելենք աշխարհի ամենահիասքանչ գրադարաններից մեկը։ Այս շարքը կսկսենք Դուբլինի Trinity College-ի երկար դահլիճից եւ կհասնենք մինչեւ Վատիկանի դարավոր մատյանները, Կոիմբրիայի ոսկե դռներից մինչեւ Վաշինգտոնի խորհրդանշական կոնգրեսի գրադարանը։ Դուբլինի Trinity College-ի գրադարանը, որը քոլեջի հին մասնաշենքում է հիմնադրվել, կառուցվել է 1732 թվականին։ Այստեղ այցելող յուրաքանչյուր ոք փաստում է մեկ բան՝ գրադարանն ունի աստվածային մթնոլորտ։ Ըստ 2025 թվականի տվյալների, այն իր տեղն է զբաղեցրել աշխարհի ամենահրաշալի գրադարանների շարքերի առաջին հորիզոնականում։ Այստեղ Long Room-ը կամ երկար դահլիճը ունի մոտավորապես 65 մետր երկարություն։ Նրա բարձր սյուներից այն կողմ այցելուներին գրավում են մակագրված բազմաթիվ գրքեր։ Գրադարանի առավելությունը ներսում պահվող հին ձեռագրերն են, նաև հազվագյուտ գրքերի եզակի նմուշները։ Այցելուներն այստեղ կհանդիպեն հետաքրքիր եւ չկրկնվող ցուցադրությունների։ Շենքը ճարտարապետական լուծումներով եւ կոթողային նշանակությամբ իսկական սրբավայր է։ Եվ ինչ մենք վերադարձանք իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։ Իմ սեր, բայց դու չկաս, մենակ եմ մնացել և առանց քեզ, մութ է առանց քեզ, սերը մեր անցավ, բայց քեզ չեմ մոռացել, հիմա չկաս, երաս ես դու դարձել, Եվ առանց քեզ, ցուրտ է առանց քեզ, ու չեմ հավատում, որ սերը մեր անցավ, որ էլ չկաս, որ էլ չեմ տեսնի քեզ, ժպիտը քո էլ չի լինի ինձ հետ, էլ չես լինի
հավատում, որ սերը մեր անձավ, որ էլ չկաս, որ էլ չեմ տեսնի քեզ, բայց իմ հոգում դու կապրես, կապրես, ավես Կյանքը մեր շտաց, տվեց միջեմ զգացմունք, մենք խոստացանք լինել հավերժություն, այս աշխարհում խեղճ մեր սրտերում, ցուրտ մշուշ թախից պատել էր իմ հոգին, ցավ ու տանջանք լալիս էր սիրտը վերադարձիր ու սեր ինձ պարգևիր մի փախչիր իմ սեր ես չեմ կարող տեսնել ոչ լույս ոչ ստվեր միայն թե որ դու գաս թարվես կրծքիս լույսը բացվի հոգուս Ես կտեսնեմ իմ լույս Թույլ դուր քեզ սիրել Իմ սերը քեզանով ամահացնել Աչքերդ միշտ փայլեն կյանքով լցվել Ախ իմ սեր, իմ սեր, իմ սեր Շնորհակալություն Իսկ հիմա գովաց շանթի եթերում Մենք վերադարձանք եւ արդեն տաղավարում ունենք հյուր, ում հետ զրուցելու ենք շատ հետաքրքիր թեմայից։ Ամանորյա տոների ժամանակ շատ մարդիկ մասնակցում են կորպորատիվ միջոցառումների եւ տարբեր խնջույքների, որտեղ չափից շատ ալկոհոլ են օգտագործում։ Կարևոր է հիշել, որ նման իմպելիքները բացասաբար են անդրադառնում առողջության վրա։ Բժիշկներն ունեն հատուկ տերմին՝ տոնական սրտի համախտանիշ, եւ սա առիթ էր մեզ համար խոսելու ալկոհոլից, այն օգտագործելու չափից եւ կախվածություններից։ Մեր տաղավարում է կախվածությունների ազգային կենտրոնի բժիշկ նարկոլոգ Արմինե Բաղդասարյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Արմինե, եկեք նախ խոսենք, թե ինչ է նշանակում ավելի շատ ընդունել ալկոհոլ, կախվածություն ունենալ, սա ինչ է իրենից ներկայացնում։ Տեսեք, մեր առօրյայում շատերը գործածում են ալկոհոլ, որը լինում է չափի մեջ։ Պետք է հասկանանք այն սահմանը, երբ չափից դուրս ենք գալիս եւ արդեն գործածումը ձևափոխվում եւ դառնում է չարաշահում։ Չարաշահման արդյունքում էլ ձևավորվում է հիվանդություն, որը պետք է գիտակցել, հիվանդը պետք է գիտակցի, որ ինքը ունի խնդիր եւ պետք է արդեն դադարեցնել ալկոհոլի ցանկացած քանակի գործածումը։ Լավ, շատերն ասում են, լավ, այս անգամ կխմեմ, հաջորդ անգամ չեմ խմի, առի թե ուղղակի կընդունեմ խմիչք եւ չեմ ընդունի, եւ սա կարծես թե դառնում է սովորություն, որից հետո արդեն դժվար են կարողանում, հա, կտրվել։ Ինչպես պետք է պայքարել սրա դեմ, այսինքն անգամ ինչ որ խնջույքների ժամանակ, հավաքույթների ժամանակ ուղղակի հասկանալ չափը, թե սա էլ ունի մի սահման, որ որոշակի քանակությունից հետո արդեն դա դառնում է օրգանիզմ կախվածություն։ Տեսեք, երբ որ դեռ չարաշահում չի, այսինքն չկա ձևավորված հիվանդություն, հնարավոր է որոշակի քանակի ալկոհոլի գործածումը եւ հետագայում դրա դադարեցումը։ Իսկ երբ խոսում ենք արդեն չարաշահման ու արդեն ձևավորված հիվանդության մասին, այդ դեպքում արդեն պետք է իսպառ բացառել ալկոհոլի ցանկացած քանակի գործածումը։ Այսինքն հիվանդ մարդը չի կարող առիթի ժամանակ մի քանի բաժակ գործածել ալկոհոլ եւ ինքնակամ դադարեցնել այն։ Այստեղ արդեն կա ֆիզիկական ու հոգեկան կախվածության կոմպոնենտներ, որոնք եւ թույլ չեն տալիս հիվանդ անձին դադարեցնել ալկոհոլի գործածումը։ Որոնք են առաջին նշանները, երբ արդեն հասկանում ենք, որ մարդը կախվածության մեջ է։
Առաջին նշանները հիմնականում կախվածություն ունեցող անձի կողմից չեն նկատվում, նկատելի են հիմնականում շրջապատի հարազատների կողմից, երբ մարդը սկսում է անհարկի տեղը ալկոհոլ գործածել։ Եթե սկզբնական շրջանում գործածում էր առիթների ժամանակ, հիմա ինքը փնտրում է այդ առիթները, որպեսզի նորից գործածի ալկոհոլ։ Եթե առաջ օրինակ գործածում էր որոշակի X քանակի ալկոհոլ, որպեսզի ստանար ինչ-որ հարբածության զգացում, հա, այդ վիճակի հասնի, այժմ պետքա գործածի ավելի մեծ քանակությամբ, որպեսզի այդ նույն էֆեկտը ստանա, կոպիտ ասած։ Եվ դրանք հիմնական ազդանշաններն են, որոնց դեպքում պետք է դիմել արդեն մասնագետի, որպեսզի հասկանանք ձևավորվել է կախվածություն, թե չէ։ Իսկ ֆիզիկական հիմնական դրսևորումը, որը հնարավոր է նկատել, դա ալկոհոլի գործածումից հետո հաջորդ օրը հիմնականում դիտվող ձեռքերի դողը, առատ քրտնարտադրությունը, բերանում չորության զգացումը, այս ախտանշանները հիմնական բժշկի դիմելու պատճառներն են, պատճառներն են, որոնց ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Շատ մարդիկ անգամ ասում են, որ կարծես թե ալկոհոլը օգնում է ստրեսից ազատվել կամ թեթևացնել ստրեսային իրավիճակը։ Հա, միգուցե դրանք միֆեր են, արդյոք սա իրականում էսպես է, չէ, որ սա էլ անընդհատ ստրեսից ազատվելու պատճառով նույնպես կարելի է նորից ընկնել կախվածության մեջ։ Միանշանակ դա այդպես չի, ինքը բերում է կարճատև թեթևության զգացման, ալկոհոլի գործածումը, որը կարճ ժամանակ անց կրկնակի ազդեցությամբ, ասեմ, հա, վատ ազդեցությամբ, երբ կար առաջնակի խնդիրը տրամադրության անկման համար, այժմ նաև գումարվում է ալկոհոլի արդյունքում ի հայտ եկած խնդիրը, որը կարող է լինել թե հոգեբանորեն, ճնշվածության զգացում եւ կարող է լինել ֆիզիկապես ինքնազգացողության վատ տարածման արդյունքում տրամադրության անկման կարող է բերել, երբ առավոտյան արթնանում են եւ իրենց ուղղակի ֆիզիկապես լավ չեն զգում։ Դա եւս գումարվում է նախնական խնդրի վրա։ Այսինքն ստրեսից ազատվելու համար ավելի մեծ ստրեսի մեջ են ընկնում, հա, այդպես է դուրս գալիս։ Ստացվում է, որ փորձում են ինչ-որ մի բանով, հա, այս դեպքում իրենք ալկոհոլը որպես ճակերտավոր դեղորայք են օգտագործում որպես իրենց ստրեսի բուժման նպատակով, բայց դա շատ սխալ մոտեցում է եւ բերում են կրկնակի խնդրի եւ կարող է այդ պարբերաբար, քանի որ սկզբնական շրջանում իր ունեցած խնդիրը չի լուծվում ալկոհոլի միջոցով, դա ընդհանրապես կարճատև թեթևացման զգացում է, թեթևության զգացման է բերում եւ հետագայում դառնում է արդեն երկրորդ հիվանդություն են կոպիտ ասած ձեռք բերում, կախվածություն եւ ընկնում են ավելի վատ վիճակի մեջ, երբ պետք է արդեն առաջին պատճառը ստրեսի թողել մի կողմ ու սկսել բուժել կախվածությունը։ Ալկոհոլային կախվածության մեջ մարդը երբ լինում է, գրեթե 99%-ով նա չի հասկանում, որ նա արդեն կախվածության մեջ է, սովորաբար կողքի մարդիկ են նրան հուշում, որ այո, դու իսկապես արդեն կախվածության մեջ ես։ Եվ դուք նշեցիք, որ պետք է դիմել բժշկին։ Որոնք են բժշկին դիմելու հաջորդական քայլերը բացահայտելու համար եւ որն է նաեւ բժշկելու լուծումը։ Մեր երկրում բժշկի պետք է դիմեն միայն հոժարակամ, այսինքն ինչ-որ մեկի ազդեցության տակ, ինչ-որ հիմնականում հարազատները երբ որ մեզ դիմում են, ասում են օրինակ մեր հարազատը ունի խնդիր, բայց մենք չենք կարողանում նրան համոզել, որ դիմի ձեզ, կարող ենք օրինակ ինչ-որ ուժային կառույցների միջոցով այդ ուղղորդումը արվի, ոչ մի պարագայում մեր երկրում չի թույլատրվում հիվանդի հոսպիտալացում կամ բուժման սկսելը անկախ առանց իր ցանկության։ Մեր մոտ դիմում են քաղաքացին, չեմ ասում հիվանդը, որովհետև դեռ ախտորոշում դրված չի, դիմում է քաղաքացին, կոնսուլտացիայի ենթարկվում, խորհրդատվության է ենթարկվում բժիշկ նարկոլոգի կողմից, եթե ունի կախվածություն, այդ դեպքում արդեն ուղղորդվում է եւ կատարվում է համապատասխան բուժումը։ Դա կարող է լինել եւ ամբուլատոր, այսինքն ցերեկային պայմաններում եւ ստացիոնար, երբ գիշերը հիվանդները մնում են ստացիոնար բաժանմունքում։ Իսկ արդյոք սա նաև պետպատվերի շրջանակներում է իրականացվում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար իրականացվում է պետպատվերի շրջանակներում մեր հիվանդանոցում։ Շատ լավ։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Ալկոհոլը ինչ վնասներ է պատճառում նաև օրգանիզմին։ Կախվածությունը հասկացանք, բայց նաև շատ ու շատ այլ խնդիրներ են սկսվում առաջ գալ։ Միանշանակ մեր օրգանիզմում բոլոր օրգան համակարգերի վրա ալկոհոլը ունի ազդեցություն ու վատ ազդեցություն։
Հիմնականը, որը քաղաքացիները, հիվանդները իրենց վրա զգում են, դա կարա լինի գլխուղեղի վնասման հետևանքները, երբ տուժում է հիշողությունը, երբ տուժում է ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունը, երբ դիտվում է ալկոհոլի գործածումից հետո տրամադրության այդ նույն անկումը, հա, որ խոսեցինք, հաջորդ հիմնական թիրախային համակարգերից է մարսողական համակարգը եւ մեծամասամբ տուժում է ստամոքսաղիքային համակարգ, հա, լորձաթաղանթի վնասման արդյունքում կարող են էրոզիաներ, գաստրիտ, խոց, հա, առաջանալ եւ լյարդը տուժում է շատ մեծ չափով լյարդը եւ կարող է բերել մինչեւ լյարդի ցիրոզ ասվածին, որը շատ մտահոգիչ է մեր հիվանդների համար, քանի որ իրանք շատ լավ գիտակցում են այդ ամեն ինչը։ Իսկ մնացած օրգան համակարգերի ախտահարումները արդեն շատ մասնագիտական են նեղ, որը ինձ թվում է այս շրջանակներում հասանելի չի լինի։ Եթե շարունակեմ խոսել։ Խոսենք նաև այն մասին, որ նաև մարդու ընտանիքին են շատ հոգեկան խնդիրներ առաջացնում, որովհետև մեխանիկորեն մարդը երբ ալկոհոլ է ընդունել, մեկ այլ մարդ է եւ ամեն մարդու վրա դա ազդում է տարբեր, հա։ Ինչ խնդիրների հետ եք բախվում նաև այս տեսանկյունից։ Բացի չարաշահումից ալկոհոլի, երբ ալկոհոլի ազդեցության տակ է լինում անձը ու կարող է ցուցաբերել ոչ հարկի պահվածք, հաջորդիվ եւս անհարմար իրավիճակներ կարող են ստեղծվել թե անձի ընտանիքի անդամների համար։ Անձը ալկոհոլի չարաշահման արդյունքում կարող է զրկվել թե աշխատանքից, թե կարող է ադապտացիան արտաքին աշխարհի հետ իսպառ կորում է։ Նրան միակ նպատակը դառնում է ալկոհոլի հայթայթումը եւ ալկոհոլի չարաշահումը։ Դրա համար մեր մոտ, երբ որ հիվանդները գտնվում են բուժման մեջ, մենք սոցիալ-հոգեբանական թիմ ունենք, որոնք աշխատում են եւս մեր հիվանդների հետ եւ կախված թե ինչ խնդիրների են բերել իրենց ալկոհոլի չարաշահումը։ Մեկի համար ընտանեկան պայմաններից ելնելով կորցրել են ընտանիքը, տունը եւ չեն կարողանում հետագայում վերադառնալ այդ նույն տունը, որտեղից եւ եկել են, հետեւաբար պետք է կացարանի հարց լուծել, լուծում են կացարանի հարց կամ որոշները աշխատանքից են զրկվել, լուծում են աշխատանքի հարց, հետեւաբար կոմպլեքս մոտեցում ենք ցուցաբերում մաքսիմալ չափով օգնելու մեր հիվանդներին։ Իսկ ինչ է նշանակում լուծել կացարանի հարց, այսինքն նաև այս խնդիրներն է լուծվում եւ արդյոք պետք է ինչ-որ մի շրջան, որ պացիենտը առանձնացված լինի ընտանիքից վերականգնողական ընթացք անցնելու հետ կապված։ Տեսեք, հիվանդներ ունենք, ովքեր ուղղակիորեն զրկվել են կացարանից։ Այսինքն բացի այն, որ ընտանիքը երես է թեքել իրենցից, իրենք նաև չունեն այլ բուժումից հետո տուն, այսպես գնալու տարբերակ, տուն, որտեղ որ վերադառնան։ Եվ հետեւաբար պետք է նաև այդ հարցը լուծել, որովհետև հակառակ դեպքում իրենք ուղղակի գնալու են դուրս ու նորից արատավոր օղակի պես վերադառնան մեր մոտ։ Լավ, նաև կար այսպեսի, չգիտեմ, դա միֆ է թե իրականություն, որ բուժման ընթացքում, երբ նրանք խմեն որոշակի դեղեր, եւ այդ ընթացքում կտրականապես արգելվում է ալկոհոլ ընդունելը, որովհետև եթե այդ դեղերի ընդունման ժամանակ նաև ալկոհոլ ընդունեն, սա ել ավելի հակառակն է աշխատում մարդու օրգանիզմի վրա։ Միանշանակ դա այդպես է, քանի որ մեր բուժումը հոգեմետ դեղորայքով է իրականացվում, դրանք միայն մի օրինակը բերեմ, որ ինչ որ ամբողջությամբ հասկանալի լինի։ Կիրառում ենք բուժման սխեմայում բենզոդիազեպինային շարքի դեղորայք, որոնք ունեն շնչառական կենտրոնը ընկճող հատկություն։ Ալկոհոլը եւս ունի այդ հատկությունը ու երբ իրենք հանդիպեն, ուղղակի շնչառական կենտրոնի կանգ կարող է առաջանալ։ Բավականին մեծ խնդիր։ Հա, ինքը մեծ խնդիր է ու պետք է հետևողական լինել ու դրա համար երբ հիվանդը ընդունվում է մեր մոտ, մենք այդ ամեն ինչ իրեն բացատրում ենք, ինքը գրավոր համաձայնություն է տալիս թե այդ դեղորայքը ընդունելու, թե բուժման սխեմային ենթարկվելու։ Լավ, խոսենք նաև այն մասին, որ այսպես ամանոր է գալիս, բոլորը պատրաստում են, ինչպես արդեն սկզբանջ տարբեր խնջույքներ, ամեն մեկի տուն ամեն օր բազմաթիվ հյուրեր են գալիս եւ ալկոհոլը պատճառ է դառնում, հա, որպեսզի շնորհավորեն եւ այլն։ Ինչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր որ պատրաստում են շատ ակտիվ ալկոհոլային սեզոն սկսել։ Չգիտես ինչի մեր մոտ մեր ազգի մոտ ինչ որ բնորոշ է տոները ալկոհոլի հետ զուգակցելը, այսինքն տոն առանց ալկոհոլի չի պատկերացվում մեր ազգի մոտ։
խորհուրդ կտամ չչարաշահել հնարավորինս դեպքում, բայց չարաշահման դեպքում էլ եթե սկսել են գործածումը, հա, հասկանում ենք, որ հաջորդ օրերին իրենց ավելի վատ են զգալու ու արժեր արդյոք մի օր ինչ որ այդ գործածումը հետագա ինքնազգացողության վատ լինելով ինչ որ անցկացնել անկողնում կամ ուղղակի ոչինչ չհասկանալ տոներից։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում է Կախվածությունների ազգային կենտրոնի բժիշկ նարկոլոգ Արմինե Բաղդասարյանը։ Իսկ մենք անցնենք առաջ Գովազդ Շանթի եթերում։ Իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։ Եվ այսպես ժամանակն է ամփոփելու Վիկտորինան եւ տեսնենք թե ով է հաղթողը։ Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, թե ինչպիսին էր հարցը։ Մարդու մարմնի որ օրգանն է արյունը մղում ամբողջ օրգանիզմով։ Եվ առաջինը ճիշտ պատասխանել է Կարապետյան Լիլիան եւ նա շահել է Նուարդ բրենդի կողմից այս գեղեցիկ խնամքի միջոցները, քանի որ Լիլիան գիտեր ճիշտ պատասխանը եւ ճիշտ պատասխանն էր սիրտ։ Այո։ Շնորհավորում ենք ձեզ, դուք կարող եք ամեն աշխատանքային օր առավոտյան ժամը 10-ից մինչև ժամը 12 ընկած ժամանակահատվածում մոտիկանալ Շանթ հեռուստաընկերություն եւ ստանալ ձեր նվերը։ Իսկ հիմա ամանոր է, բոլորիս գլխում պտտվում է թե տոնածառը ինչպես է պետք զարդարել, թե դիզայներները ինչ տրենդեր են առաջարկում այս տարի, դիտենք մեր տեսանյութը։ Դե ինչ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, կհանդիպենք վաղը, իսկ դուք շարունակեք մնալ Շանթի եթերում, քանի որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Ցտեսություն։ Jadon, Jadon, Jadon.
سوسید مادام جیران 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 Jay